Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Անտիֆեյքի հետ մենք շարունակում ենք Ղազարյան versus Ղազարյան նախագիծը եւ ձեզ ներկայացնում հերթական թողարկումը։ Այս թողարկումը ունի մի փոքր առանձնահատկություն, որովհետեւ հանրային հեռուստաընկերությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է ոչ թե Պետրոս Ղազարյանին, այլ հարցազրույց է տվել լրագրող Տաթև Դանելյանին։ Բայց քանի որ մենք չենք կարող բաց թողնել նրա հարցազրույցը եւ չմշակել մեր ավանդական ոճով, այս անգամ Ղազարյան versus Ղազարյանը կլինի կրկին առանց մեր Պետրոսի, բայց մենք ունենք շատ կարևոր հյուր, վարչապետ Նիկոլ Փաշինյան իր դավաճանական տեսակետներով ու թեզերով, որը կմշակվի այս եթերում։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, Donation Alerts, Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով օգնեք Antifake-ի թիմին այս եւ մյուս նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Բարերեկո, այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։ Բարև ձեզ, պարոններ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ այս հնարավորության համար։ Իրոք արժեր սրան մի հատ մշակել։ Պարոն վարչապետ, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են, բայց դրանից հետո Ալիևը հայտարարեց, որ զրո վստահություն կա Հայաստանի նկատմամբ։ Այժմ էլ Ադրբեջանը անդադ կեղծ տեղեկություններ է տարածում, թե մենք սահմանային լարվածություններ ենք ստեղծում։ Նախ ինչով եք պայմանավորում Ադրբեջանի այս գործելավոճը եւ հնարավոր է արդյոք նոր էսկալացիա։ Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի եւ նաեւ վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ վստահության պակասը կամ բացակայությունը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում մենք Հայաստանը նման դեստրուկտիվ հայտարարություններ չի անում։ Բացի այդ, Տաթև ջան, որ չի անում, թե չեսի կարա հայտարարություն անի, չի անում։ Ձեզ կարծիք ես դու սրա մասին։ Ուրիշ բան է հարցնում։ Ասում է, այս պահի դրության, որ դու ուզում ես համաձայնագիր ստորագրես, MU ստորագրող ասում է, որ ես դրա նկատմամբ ունեմ վստահության զրոյական մակարդակ։ Թե հետո ինչ կլինի, եթե հետոին է վերաբերում։ Ասում է, այս պահին որ զրոյական մակարդակ ես դու, նույնիսկ իր համար, ո՞նց է ստորագրելու համաձայնագիրը։ Խնդիրն այն է, որ կողմերը ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, եւ մեր պատկերացումը այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի եւ իրագործվի, ինչը նշանակում է առերեսվել բոլոր բարդությունների հետ եւ այդ բարդությունները փորձել լուծել եւ հասցեագրել եւ այդ առումով իհարկե շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ։ Այսինքն ըստ էության մենք ունենք փաստաթուղթ, որը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է եւ հետեւաբար հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Այդ քեզ է թվում։ Այդ որ ասում ես բանակցություններ են եղել, երբ են եղել այդ բանակցությունները։ Մի հատ իսկ ասես հələ։ Դու հիշում ես Իլհամ Ալիև այդ քո վերջին հանդիպումը երբ ա եղել։ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին։ Այդ քո Արարատ Միրզոյանը Ջերում Բայրամովի հետ երբ ա հանդիպել վերջին անգամ։ 2024 թվականի հոկտեմբերի 28-ին քո Ալիև հետ հանդիպելուց 4 օր հետո։ Բա որ դուք չեք հանդիպում։ Բանակցություններ ո՞նց եք վարում։ Հայտարարություն արել եք պայմանագրի մասին 2025 թվականի մարտին։ Ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Զանգել են կամ իմեյլով գրել են, հանձնարարել են, գլուխներդ կախ արել եք։ Մինչև հիմա այդ չեք անում։ Հայաստանի եւ Ադրբեջանի համար դու Հայաստանի համար ընդունելի մի բան ես 7 տարվա մեջ արել ես, որ մի բան արածել ես, որ Հայաստանին օգուտ եղածել լինի։ Ինչ վերաբերվում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ դրա նպատակներից մեկը այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի
տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման եւ հետեւաբար պետք է ստորագրվի եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, ինչ վերաբերում է էսկալացիային, ընդհանրապես պետք է արձանագրենք, որ առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա։ Եթե հանկարծ sense առանց հիմքի Ադրբեջանը էսկալացիանի հարցակվի Հայաստանի վրա կզանգես կնեղանաս, հա, կասես, վայ, Հեյդար, Իլհամ Հեյդարիչ, ախր հիմքեր չկար էսկալացիայի համար, ինչի էսկալացիա արիք, չէ որ մենք համաձայնագիր էինք պատրաստվել, խաղաղության մթնոլորտ էր ձևավորվել, ինչի տես բան արիք, այ Իլհամ Հեյդարիչ, ախ մենք տես բան չէինք պայմանավորվել, դու պատրաստ ես քո ստորագրությունը դնես, դու քո ստորագրությունը դրել ես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի տակ, հոկտեմբերի 6-ի կապիտուլյացիայի տակ, 23 թվականի հոկտեմբերի 5-ի կապիտուլյացիայի տակ, կապիտուլյացիալի դու պատրաստ ես ստորագրությունը դնես։ Իրենք պատրաստ չեն։ Այդ աղջիկը այդ է հարցնում։ Ասում է իրենք ասում են, որ ստորագրություն դնելու համար նախապայմաններ կա։ Դու մի նախապայման այսքան ժամանակ համարձակվել ես, ասես ստորագրելուց առաջ, որ նախապայման ունեմ, որ մինչև մեր ռազմագերիները Բաքվից չազատվեն, չեմ ստորագրելու, մինչև Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս չգաք, չեմ ստորագրելու, մինչև Գորիսկապան ճանապարհը չհանձնեք մեր կողմից շահագործման, չեմ ստորագրելու, մի պայման, մի մարդկային, քաղաքական, միջազգային իրավունքից բխող պայման ունես դու Ալիևի հետ, չէ, դու մենակ պատրաստ ես ստորագրելու, ինքը պատրաստ չի, դե որ ինքը պատրաստ չի գնա ստորագրի, տենամում է դե ստորագրում, կնգաթ հետ կստորագրես, ախանի քո կնիկնել չի իսկի, լավ, Արարատ Միրզոյան հետ ստորագրի։ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը։ Հələ մի հատ հանգիստ։ Այդ որ ասում ես Հայաստանը ճանաչել, Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միմյանց։ Այդ որ տարածքի վրա է ճանաչել։ Այդ դու չէիր 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ամբիոնից գլխավոր անսամբլեայի ժամանակ ասում այս բարձր ամբիոնից ես դիմում եմ Ադրբեջանի նախագահին, թող նա ցույց տային քարտեզը, որով նա ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ցույց տվել է քեզ քարտեզ։ Ասել է, որ տարածքային ամբողջականությունն է ճանաչում։ Բայց որ չի ասե, որտե՞ղ ես գրել կարդացե, որ ինքը ճանաչում է Հայաստանի տարածքային, ինչ տարածքի վրա է ճանաչում։ Պիտի արձանագրեմ, որ սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է այլևս երկու երկրներում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին։ Լսի, այդ քո ասածը որտեղ գրած։ Այդ երկու երկրների սահմանային հանձնաժողովների կանոնակարգը դե յուրե փաստաթուղթ չի։ Այդ քո համար է դե յուրե, որ բերել ես կառավարությունով, սահմանադրական դատարանով, ազգային ժողովով, նախագահով, բոլորը ստորագրել եք դրա տակ։ Ադրբեջանում դա վավերացման գործընթաց չի անցե։ Եվ այդ հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը պետությունների սահմաններ չի որոշում։ Եվ Ադրբեջանից էլ մենք այդպես բան չենք լսել։ Եթե դու քնում ես, ես երևակայում ես, երազ ես տեսնում, ցանկալին ես տեսնում, դա չի դառնում իրականություն։ Իրականությունը լրիվ այլ բան է։ Ալմաթի հռչակագիրը, որում իմ նշած սկզբունքները արձանագրված են, ահա այդ սկզբունքները Ալմաթի հռչակագրի ձևով դարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Հետո, այսինքն, Ալմատայի հռչակագիրի սահմանը հետ ինչ կապ ունի, ինչ է նշանակում բազային սկզբունք, ում ես հիմարի տեղ դրես քո ես հալով։ Այդ նույն համաձայնագրի մեջ, այդ աշխատակարգի մեջ գրած է, որ այդ սկզբունքները կարան վերանայվեն, եթե լինի այլ պայմանագիր։ Այլ պայմանագիրն էլ հենա ստորագրում ասում է վերջ, այս սկզբունքներից պրծանք։ Ադրբեջանին դա պետք էր այդ սահմանային հանձնաժողովը Տավուշի մարզից 4 գյուղերն ու հարակից տարածքները զավթելու համար զավթել է։ Դրանից հետո Տավուշը Ադրբեջանին հանձնելուց հետո այդ սահմանային հանձնաժողովը
սահմանա տեղորոշ է։ Ստորագրման մասով տեսեք, տեսակետ կա, որ Ադրբեջանը պատրաստվում էր էսկալացիայի եւ Հայաստանը դա իմանալով կանխեց հայտարարելով համաձայնելով այն երկու չհամաձայնեցված կետերին եւ մյուս տեսակետն էլ այն է, որ Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանը կհամաձայնի այդ կետերին եւ դրանից հետո անակնկալի գալով հիմա փորձում է այս հրաձգության մասին կեղծ լուրերով ուղղակի տորպեդահարել գործընթացը, որպեսզի չստորագրի պայմանագիրը։ Ձեր կարծիքով Ադրբեջանը մտադիր է ստորագրել այս պայմանագիրը, թե ամեն ինչ անելու է նոր մեթոդների է դիմելու, որպեսզի հնարավորինս հետաձգի դա։ Տաթև ջան, դու սրան չես հարցնում Ադրբեջանին ինչ անելու։ Լսի Ադրբեջանի նախագահին, Ադրբեջանի արտգործ նախարարին։ Նրանք ասում են, որ ստորագրելու են։ Ստորագրողը լինեին, ոչ թե կհայտարարեին, որ բանակցություններն ավարտվել է, այլ կկանչեին ստորագրելու։ Նրանք չեն ստորագրելու այդ պայմանագիրը։ Սա ինչ գիտի։ Ալիևն ինչ ա։ Այ Ալիևին հարց ու ասավ Նիկոլ Փաշինյանն ինչ անելու։ Կտենաս ինչ կա։ Ինչ կասի, սա էլ գլուխը կա, հակաժդանել հետը կանի։ Սա ինչ գիտի Ադրբեջանին ինչ։ Ադրբեջանի նախագահի ասածները կարդա, կիմանաս Ադրբեջանին ինչ անելու։ Գիտեք, ես կարծում եմ ճիշտ չի, որ ես խոսեմ, թե ինչ կանի Ադրբեջանը կամ ինչ է անում Ադրբեջանը այս համատեքստում։ Տեսնում ես, մարդը ոնց է սուբորդինացիան հարգում, ասում է, ես ինչ իմանամ իմ շեֆն ինչ անելու։ Իմ շեֆը կարա իր ենթակային իմանա իր ենթական ինչ անելու։ Ինչ շեֆը հանձնարարի է ենթական անելու, ասում ես ինչ իմանամ Ադրբեջան ինչ անելու։ Ինչ էլ անի, ես իր ցավը տանեմ։ Ինքը չի կարա իմանա Ադրբեջանն ինչ անելու։ Ադրբեջանը գիտի թե ինքն ինչ անելու։ Մենք մեր քաղաքացիների առաջ եւ իլուր միջազգային հանրության հայտարարել ենք խաղաղության օրակարգ եւ խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը եւ մեր գործողությունները շարունակաբար եւ հետեւողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։ Այդ որ ասում ես մենք մեր քաղաքացիներին ասել ենք մենք այդ որտեղ ես ասել։ Դու ելը մատ բացի 2021 թվի քո նախընտրական ծրագիրը կարդա։ Մի հատ հələ մտի YouTube-ն 21 թվի նախընտրական ելույթները կարդա։ Հələ մի հատ բացի քո կառավարության 21-26 թվականների ծրագիրը կարդա։ Տես այն ինչ որ անում ես, այն ինչ որ հիմա խոսում ես, այդ ես խոստացել մեր քաղաքացիներին։ Թե կարաս մեր քաղաքացիներին հիմարի տեղ դնես։ Մի բան ասես, այդած մի բան խոստանաս, իշխանությունը զավթես, հետո քո խոստացածի հակառակն անես։ Այդ որ ասում ես, այդ որ անում եք, հələ մի հատ բացի ցույց տու տենամ, ում ես խոստացել, որտեղ ես գրել, ով է քեզ լիազոր է որ դա այդ պիտի անես, Ալիևից բացի, մեր քաղաքացիներին խաբում ես, իրանց իշխանությունը վերցնում ես, ու փոխանակ իրանց տված քո խոստումները կատարես, Ալիևին տված քո խոստումներն ես կատարում։ Բայց դավաճանն էլ է, բա որ այդ քեզ ասում ենք դավաճան, գիտես գովը մենք, իրականությունը տենք ասում։ Մենք պետք է շատ ուշադիր լինել, մենք գործում ենք հոռետեսության միջավայրում։ Ինչ միջավայրում, կարող ես որ բարձ խալ ես ասում, ոնց որ մի բարձ խալ ես ասում, բայց ճիշտը մի ասա, ճիշտը մենք արդեն հասկացանք։ Եթե հիմա հետահայացնենք վերջին 2 տարվա ընթացքում, մենք ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ այս իմաստով, այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է, եւ երկրորդ գործողությունը մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ։ Նայել ի՞նչն է իր համար ձեռքբերում համարում Տաթև ջան։ Ասում է, որ քանի մեծ ձեռքբերում է, որ մի հատ հանձնաժողովի կանոնակարգ ենք ստեղծել, դրա անվան տակ Տաուշի մարզից մի հսկայական հատվածներ, պաշտպանական բնագծեր, ականապատ տարածքներ, գյուղեր, գյուղատնտեսության համար նպաստավոր տարածքներ հանձնել ենք Ադրբեջանին, էսի քեզ մի մեծ ձեռքբերում հանձնաժողով ասել, հլարցուս այդ հանձնաժողովը Տաուշի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո մի միլիմետր, արդեն մի տարի անցել է, մի միլիմետր սահման տեղորոշել է թե չէ, չկա, մեծ ձեռքբերում էր, մաքուր թուրք էլի, մաքուր թուրք, ինչ չէ կարա ձեռքբերում էր ադրբեջանցիների համար, Տաուշի մարզի տարածքները իրանց
տրամադրության հիմա էլ ասում եմ երկրորդ ձեռքբերումն ունենք ադրբեջանցիները 17 կետից պահանջներ են դրել մեր առաջ սկզբից 5-ին չենք համաձայնվել հետո 10-ին հետո 15-ին հետո 2-ին հետո բոլորին համաձայնել ենք շատ մեծ ձեռքբերում է համաձայնել ենք Ադրբեջանի բոլոր պահանջներին մեր դրած որևէ պահանջ Ադրբեջանը չի համաձայնել մենք համաձայնել ենք իրանց բոլոր պահանջներին շատ մեծ ձեռքբերում Թուրք Պարոն վարչապետ, պարզապես այս դեպքում հոռետեսությունը նաև ձեր թիմակիցների ներսում կա։ Նրանք ասում են Ադրբեջանը անգամ զիջումներից հետո չի ստորագրելու այս պայմանագիրը։ Հիմա անդիմախոսներն էլ ասում են ում է պետք ինչ արժեք ունի այդ թուղթը, եթե անգամ զիջումներից հետո Ադրբեջանը չի ստորագրելու։ Իսկ կներեք ինչ զիջումների մասին է խոսքը։ Անդիմության մեկնաբանությամբ երկու կետերը, որոնք մենք համաձայնություն ենք տվել, դրանք զիջումներ են։ Առաջինը միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելը, որովհետև նշում են, որ Հայաստանը ավելի ուժեղ դիրքերում է միջազգային ատյաններում, եւ երկրորդը, գիտեք, համաձայնեցված չէր, երրորդ ուժեր չտեղակայել է սահմանին, հիմա սա համաձայնեցված է եւ նշում են Ադրբեջանը այսպես թե այնպես երրորդ ուժեր չէր տեղակայում, իսկ ահա մենք Եվրամիության դիտորդներ ունենք ու այստեղ հարց է առաջանում, բա սահմանային խորքը ո՞րն է, Եվրամիության դիտորդները կարող են կրկին Հայաստանում գործել չլինելով սահմանային դիտարկում իրականացնող ուժ, թե պետք է հեռանան Հայաստանից։ Տաթև ջան, ուրեմն լսի։ Այդ երրորդ ուժը ասածը դա դու սխալ չես ասում, դա Եվրամիության դիտորդներին էլ է վերաբերում, բայց Ադրբեջանին Եվրամիության դիտորդները չեն անհանգստացնում։ Եվրամիության դիտորդները անշարժ մարդիկ են, սա օրը եղեգնաձոր պիվա են խմում իրանց համար հանգիստ, երկու ժամ բարձանում են հեռադիտակով, երկու բան նայում, գալի բլոկնոտերի մեջ։ Դրանք վնասակար բան չեն։ Երրորդ ուժ Ադրբեջանը նկատի ունի առաջին հերթին հապկի ուժերին, որոնք ցանկացած պահի կարող են հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվել, որովհետև Հայաստանը, ինչքան էլ սա այս կապիկություններն արածելն են, սառեցնեն, տաքացնեն, գոլացնեն, Հայաստանը շարունակում է մնալ հապկի անդամ։ Եվ եթե սրա փոխարեն վարչապետը լինի հայ, նորմալ մարդ եւ դիմի հապկին, հապկը պիտի ուժ տեղակայի հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչի պարագայում ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա բացառվում է, որովհետև ոչ մի ադրբեջանցի Ղազախի վրա չի կրակելու, Բելարուսի, Ռուսի վրա չի կրակելու, հետևաբար երաշխիք է ստեղծվել։ Հիմա Ադրբեջանը դրանից է անհանգիստ, բայց 2024-ին, որ բոլոր ռուսներին սահմանից հանեց, հապկից սառեցրեց, այդ պահանջն է կատարել։ Եվրամիության դիտորդները էլի դրանց վերաբերում են, բայց դա երրորդական է, դրանց էլ է հանում։ Հələ տես հիմա ինչ է ասելու այս կլյաուզնիկը։ Նախ արձանագրենք հետևյալը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար չկա։ Երկրորդ չկա։ Այս աղջիկը քեզ ասում է Ադրբեջանի տարածքում ոչ մի երրորդ ուժ չկա եւ Ադրբեջանի գոյություն ունեցող պայմանագրերով երրորդ ուժ չի կարող լինի։ Ադրբեջանը ոչ ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ ՀԱՊԿ-ի անդամ է, ոչ երկկողմ պայմանագրեր ունի, որ ուրիշ երկրների զորքեր կարան տեղակայվեն իր երկրի տարածքում։ Սա միայն Հայաստանին է վերաբերում։ Դու իմ ասում ես, սա երկուսին էլ վերաբերում է, բայց այնտեղ այս աղջիկն էլ էր ասում, այնտեղ չկա, ստե կա, ուստե կարա լինի։ Ու հիմա դու պարտավորվել ես, որ պիտի չլինի։ Դրա միակ երկկողմանին ո՞րն է։ Ակնհայտ միակողմանի պահանջը։ Հələ դի ասում ենք, մեր իմացած են երկու կետերը, որ Ալիևից ենք իմացել։ Տաթև դու 15 կետը գիտես։ Ես էլ չգիտեմ։ Կարող ես գիտել չգիտես։ Դրել են դեմը ստորագրել է։ Ես էլ եմ մտածում, որ ես չի մնա։ Տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համեն դեպս մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք եւ դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Պրիմիտիվ էլ այսպես հիմար ասում եմ մենք դրոշ ենք տեսել, ասեք դրոշը, հետո ասեք դրոշ որ տեսել ես ինչ է փոխվել, երրորդ ուժը դրոշով է արտահայտվում։ Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր կառավարությունը, ես եմ հրավիրել։ Ես ինչ կարծիքի ես քո մասին։ Ես եմ հրավիրել, ասես աշխարհի հարցերն ես լուծում։ Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվել է հոկտեմբերի 6-ի հայտարարությամբ, որը դու չես մենակ ստորագրել, նաև Իլհամ Ալիևն է ստորագրել։ Ալիևն է
եվրոպացի դիտորդներին բերե Հայաստան։ Իմացար ով այլ է, բայց եթե դու էիր բերում, հոկտեմբերի 6-ին չէր դրա մասին գրում։ Հոկտեմբերի 6-ին ոչ մի բառ չգրեիր, երկկողմ հարաբերություն հաստատեիր Եվրամիության հետ, դիտորդներ հրավիրեիր։ Դες մենք մոռացել ենք քո հանցանքներն ու որոշումները։ Ես եմ մեր կառավարությունն է հրավիրը, բա բախտավարդ գլխիդ։ Շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար, բայց մյուս կողմից պետք է մենք նպատակից գանք։ Ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել Հայաստան, տեղակայվելու եւ աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Կայունության եւ ինչ որ առումով խաղաղության միջոց եւ գործոն որպես։ Երևակայությանը զոր մի տու։ Ընդ դատարկությունը Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության նպատակները հոկտեմբերի 6-ի հայտարարության մեջ գրված է վաղուց ու դու ես դա ստորագրել Իլհամ Ալիևի, Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի հետ գրած է հիմա մի երևակայի թե որոնք են դրա նպատակները նպատակները գրած է ուղղակի իրագործված չի Պարզա Ես ուզում եմ ուշադրությունը մեր հրավիրեմ որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո այսինքն միջև այդ կետը ամենայն դեպս այս հարթության մեջ որևէ խոչընդոտ չկա որ Եվրամիության դիտորդները աշխատեն Իսկ դրանից հետո հիմա կանդրադառնամ եւ նաեւ եկեք չմոռանանք ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել որպես խաղաղության եւ կայունության գործոն եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության եւ կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք եւ նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարևոր գործոն է։ Հələ մա ձենդ կտրի մի բան ասեմ։ Որը սենց հիմնավորում է, սենց հանգիստ, նստել ես, դեղերդ խմել ես, ներվերդ անջատել ես, սենց հանգիստ խոսում ես, հիմնավորում ես, թե ոնց կարա Եվրամիության դիտորդները ըստ չլնեն։ Մի հատ իսկ ասես, բան չի չէիր համաձայնվում այդ կետին։ Ինչի՞ էր դա չհամաձայնեցված կետ։ Երբ որ այդ կետի բովանդակության մեջ, այդ ընթացքում քո չհամաձայնեցված ըլելուց մինչև համաձայնեցված ըլնելը ոչ մի բառ, ոչ մի նախադասություն չի փոխվի։ Եթե հիմա դու դա այնքան հիմնավոր ես համարում, ինքդ ես մեկնաբանում, հիմնավորում, պարզաբանում, բա ասենք հոկտեմբերին, ինչի՞ չէիր համաձայնվել, դրան հիմա ես համաձայնվել։ Ինչա փոխվել հիմնավոր հոկտեմբերի 6-ի հայտարարությունը չի փոխվել դիտորդները չեն ավելացել դիտորդները չեն պակասել դրանց պիվան նույն ձևի սառն է իրանց տրամադրությունը նույնն է ինչն է փոխվել որ դու եկար ես սկզբունքային բա մինչև այդ ասում ես չհամաձայնեցված կետեր են այդ չհամաձայնեցված կետերը հանենք են 15 կետով ստորագրենք ինչ փոխվավ այդ դավաճան ուղղակի այն պահին մտածում էր որ կարելի է անցկացնել հիմա Դրան էլ ես համար, ուսես բոլոր 17 կետերը։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքում նեղություն չտալը հասկացա, որ գնում են, պակաս նեղություն տալը ինչ է ենթադրում։ Ուր են գնում։ Եվրամիության դիտորդներին նեղություն չտալը ենթադրում է, որ նրանք հեռանում են երկրից։ Եվրամիության դիտորդներին նեղություն չտալը նշանակում է, որ այդ նեղության տալու անհրաժեշտությունը ըստ էության չկա։ Եվ երկրորդը նշանակում է, որ Հայաստանն ու Եվրամիությունը կպայմանավորվեն դիտորդական առաքելության հետագա ճակատագրի եւ գործունեության ձևերի մեթոդների մասին։ Ցելի Տաթև ջաններ իր խելքով։ Խա հիմա էլ եվրոպացիներին է գցում ադրբեջանցիներին հաճոյանալու համար։ Կմտածենք, ասենք իրանք որ մնան որտե քնեն, ինչ անեն, էլ ինչ պիտի մտածես։ Դա քո տենց Տուրիստ չեն որ եկել են, ասենք, ջերմուկից հիմա էլ եկեք գնացեք Տաթևի վանք, հետո էլ կեթակ բան, Գառնի Գեղարդ։
Քաղաքացիական դիտորդական առաքելություն ունի նպատակ։ Այդ նպատակները գրած էր հոկտեմբերի 6-ում, այդ նպատակները չկա, երկիրը հանձված է, խափեց։ Հիմա էլ Եվրամիության գործընկեր էր, դրանց է խափեց։ Միակ մարդը, որ այդ նա գործընկերը Ալիևն է, այդ Տաթև ջան։ Ինչ վերաբերվում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման, խնդրին դա վերաբերվում է միջպետական հայցերին եւ հարցը հետեւյալն է, էլի այդ հայցերը ինչի համար են։ Այդ հայցերը մեծ հաշվով խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար են կամ խաղաղություն եւ կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու լուծելու համար։ Էտում ես հիմարի տեղ դրե դու արա։ Բավորեն Հռոմի ստատուտը վավերացնում էիք, խախտելով Հայաստանի սահմանադրությունը, սահմանադրական դատանի արդեն կայացրած որոշումը։ Բա մոռացել ես այն ժամանակ ինչ էիք ասում։ Ասում էիք, որովհետև Ադրբեջանը 2020 թվականից բացի հարձակվել է Հայաստանի վրա 2021 թվականին, զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2022 թվականին, դրանք միջազգային ռազմական հանցագործություններ են, եւ մենք գնում ենք անդամակցենք միջազգային քրեական դատարանին, որպեսզի հայցեր ներկայացնենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, իդեմս Իլհամ Ալիևի Հայաստանի հանդեպ իրականացրած ռազմական հանցագործությունների համար։ Այդ հայցերը վերաբերում էին Արցախի հայ բնակչությանը, էթնիկ զտումներ իրականացնելու, շրջափակման մեջ պահելու, բռնի տեղահանության ենթարկելու, որոնք էլ ռազմական հանցագործություններ են։ Հիմա էլի կասի փոխադարձ է։ Փոխադարձ չի, Ադրբեջանը Հռոմի ստատուտ չի վավերացրել, Ադրբեջանը այդ դատարանի անդամ չի, Ադրբեջանը այդ դատարանում հայցեր չունի, Ադրբեջանի հայցերը լրիվ ուրիշ բանի մասին են, տնտեսականի մասին են, որը դու չունես, իսկ երբ որ Հռոմի քրեական դատարանից դու հայց ես հետ վերցնում, այլևս Ադրբեջանի երկրորդ անգամ այդ հայցել ոչ մեկը չի կարա ներկայացնի, Իլհամ Ալիևը այլևս ռազմական հանցագործ չի, ինչ արել է լավ արել։ Հայերին ասպոներ, լավ արե, հայերի տարածքներն է զավթել, լավ արե, Հայաստանի մյուս տարածքներից է տարածքներ զավթել, լավ արե, որովհետև շեֆն է բա մարդու, շեֆը ոնց կարա սխալ լինի։ Դուք նաև գրառում եք արել, որ պատրաստ եք ստորագրել փաստաթուղթը, դա մեկնաբանությունների տեղիք է տվել, որ պատրաստ եք միակողմանի ստորագրել փաստաթուղթը, այդպես է։ Դա այդպես է, որն է, Տաթև ջան, աննորմալ էլի, աննորմալ, ասենք դուք քո կյանքում տեսել ես պայմանագիր, որը ստորագրում է մենակ մի հոգի։ Ասենք դու որ աշխատանք ես ընդունել հանրային հեռուստաընկերություն, մենակ դու ես ստորագրել այդ պայմանագիրը։ Թե նաև տնօրենն է ստորագրել, դառել է աշխատանքային պայմանագիր։ Եթե մենակ մի հոգի է ստորագրում, դա դառնում է պարտավորություն, չէ՞, ասում ես ստանձնում եմ հետեւյալ պարտավորություն, երթումը, որ մարդ հետում է զին ծառայության, ասում է երթվում եմ ծառայել իմ հայրենիքին եւ ստորագրում է երթման տեքստի տակ, այստեղ երկրորդ կողմ չկա, իրա պարտավորությունն է, պետության, իրա հայրենիքի առաջ։ Հիմա ասում է, քանի որ Ադրբեջանն էլ իրա պետությունն է, ինքը պատրաստ է 17 կետանոց երթման տակ մենակով ստորագրի, որ ինքը պարտավորություններ է ստանձնում իր հայրենիքի Ադրբեջանի հանրապետության առջև։ Ընդ ադրբեջանական կողմից է ստորագրություն չի լինելու։ Կստորագրես, չէ՞ այդ երթմանը տակ, որ պատրաստ ես ծառայել քո հայրենիքին Ադրբեջանի հանրապետությանը։ Գիտեք, ես ճիշտ ասած տեսա, որ նման մեկնաբանություններ կան, եւ ճիշտ ասած իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել, ես չգիտեմ նույնիսկ դիվանագիտության պատմության մեջ այդպիսի բան եղել է, թե չի եղել։ Դե ինքը դիվանագիտության պատմության գիտակ է, Տաթև ջան, գիտես, ամեն ինչ գիտի դիվանագիտի, այդ մի բանը այնց աշխով չի ընկել, ասենք աշխարհում երկրորդ անասուն գտնվել է, որ միջպետական պայմանագիրը մենակ ստորագրի։ Հլասմա հլը մի հատ գտեք տեսեք, այտենց էլի ալնելու, թե ես կարող եմ լինեմ առաջինը։ Եվ դեռ պետք է ստուգել այդպիսի բան անել հնարավոր է, թե հնարավոր չի։ Պատկերացնում ես։ Հələ մի հատ մի պահ պատկերացրու այդ ստուգելու գործընթացը, ասենք գործնականում ոնց է դա եղել։ Հեռախոսը վերցրել է, այն սուպերի հեռախոսի, 3 նիշա, զանգել է Արաբատ Միրզոևին։ Արարատ, հələ մի հատ ասա թող նայեն, տես համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ եղել է, որ երկու պետությունների միջև համաձայնագիր ստորագրվի, բայց մի հոգի ստորագրի։
ասենք օրինակ ԽՍՀՄ եւ Միացյալ Նահանգների միջև պայմանագիր մենակ ԽՍՀՄ-ը ստորագրի, կամ ասենք օրինակ Գերմանիայի ու Մինչև հիմա Հայաստան եղել է մի երկրի հետ համաձայնագիր մենակ ստորագրի։ Այս վերջերս դուք Նիդերլանդների հետ մի հատ պայմանագիր կնքեցիք։ Մենակ դու ստորագրեցիր, թե Նիդերլանդների արտգործնախարարն էլ ստորագրեց։ Իսկ այն որ դու գնացիր Ամերիկային Բլինքենի հետ որ ստորագրեցիր Բլինքենի կյանքի վերջի պայմանագիրը, այդ Բլինքենն էլ ստորագրեց, թե մենակ դու էիր։ Հələ մա ճշտի ինձ ասա։ Պատկերացնում ես։ Հանձնարելա որ ճշտեն։ Ու գիտես ինչ, կճշտեն կասեն, մի հատ էլ բաներ չէ հանձնարել, սատանա պիտի գտնեին։ Սա որ ԱԱՑ տնօրենը գալիս է նստում է սրա դեմը, չի հասկանում որ սատանան է, սա հələ ընկա սատանա է ման գալի։ Այսինքն դուք պարզապես ձեր պատրաստակամության մասն եք հայտնել։ Հայաստանը պատրաստ է ստորագրել հենց այս Տեսեք, խաղաղության համաձայնագիրը ունի երկու կողմ։ Ես էլի եմ ասում, այնքան անակնկալ է ինձ համար դա, որ ես հանձնարարել եմ ստուգեն, ընդհանրապես տենց պրակտիկա մարդկության պատմության մեջ եղել է, թե չի եղել։ Այդ փաստաթուղթը ունի երկու կողմ։ Իմիջայլոց նաև շատ քննարկվում է այն հարցը, թե ինչու Հայաստանի կառավարությունը չի հրապարակում այդ թուղթը եւ այլն եւ այդպես շուտ։ Ես պատրաստվում եմ այս հարցնել։ Գոնե ընդդիմադիր падգամավորները ծանոթանան, որոնք նախկինում ունեցել են շատ բարձ պատճառով, որովհետեւ այդ թուղթը ունի երկու տեր։ Լավ։ Այդ տերերից մեկը Հայաստանի կառավարությունն է, տերերից մյուսը Ադրբեջանի կառավարությունն է։ Հələ տես ինչ ենք բռնացնում սրա։ Երկու տեր ունի, բայց այդ թուղթը ունի երկու տեր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարին ինչի ասաց այն երկու կետերի բովանդակությունը, որոնք համաձայնեցված չեն։ Դե դու ասեիր, միասին ասեիք, բա համասեփականա տերեր էիք, չէ՞։ Որովհետև տերը ինքն է, համ թղթի, համ քո։ Բա Արարատ Միրզոյանը ասաց, որ մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ համաձայնության մասին միասին կհայտարարենք։ Բայց ո՞նց եղավ, որ իրանք հայտարարեցին, դուք չհայտարարեցիք, ընկաք հետև իրանցից, հետո նեղացաք, ասեք, բայց չէ որ մենք տենց էինք պայմանավորվել։ Բայց նույն ձեր տերը դուք եք, չէ՞ թղթի։ Տերը մեկն է։ Համ քո համ Արարատի, համ Ալենի, համ են Պապիկյանի, համ մի տերա, դուք սաղը ծառա, թղթի տերն էլ է ինքը, դրա համար է թղթի հետ ինքը ոնց ուզում վարվում է, ուզում է դրույթներ է հրապարակում, ուզում է չի հրապարակում, երբ ուզում է այդ ժամանակ է հրապարակում, ուզում է բանակցում է, ուզում է ասում է չեմ ստորագրի, ինչ ուզում անում է, տենց է, տերը իրա, ասենք մարդ կա, Ենթադրենք պատկերացրու, ձեր տանը քանի շուն կա։ 5 շուն ունեք, չէ՞։ Հիմա դու այդ շների ոնց տերը դու ես, չէ՞։ Հիմա ոնց ուզես ասենք հանես դուրս, կլինի դուրս, բերես տուն, բերես դու, սիրես, կսիրես, ջղանանա, չէ՞, տերն ես, չէ՞։ Աբա տենց է, բա ինքն էլ է տենց էլի։ Եվ այստեղ առնվազն այս հարթությունը կա։ Եվ եթե ենթադրենք, որ կան ուժեր, ում պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ որ մի կշիռ ավելացնել։ Ինչ վերաբերվում է ընդդիմադիր պատգամավորներին, ես կարծում եմ, որ կան ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր ծանոթ են տեքստին, բայց նաև հետևյալը ասեմ, Վերջնական տարբերակին։ Չէ, հա ինչ վերջնական։ Կեսից 12 անգամ ուղարկել են, այդ ընթացքում մի անգամ են գնացել դիմադիր падգամավորները ծանոթացել, գաղտնապահությունը պահել են, ասել են որ չենք կարող ասենք թե ինչ էր գրած ընդ, բայց մի բան կարանք ասել, որ ինչ որ գրած էր, ավելի սարսափելի էր, քան մենք որ պատկերացնում էինք, որ կարա գրված էր։ Պատկերացնում ես, չէ՞, Հայաստան Դաշինքի падգամավորը սրանց բանակցած թղթի մասին ինչ նախնական պատկերացում պիտի ունենա։ Որ սրանք հաստատ մի գալատ արել են, չէ՞, մեր հայրենիքը այդ պատկերացումներով գնացել են, կարդացել են, ասում են, այն ինչ որ մենք տեսել ենք, մեր պատկերացրածից էլ ավելի սարսափելի էր։ Դրանից հետո ասեն էլ չենք թողնում, որ դուք ծանոթանաք այդ բան։ Հիմա էլ չի հրապարակում, ասում են, ինչի՞ չեք հրապարակում, որովհետև գիտի ինչա գրած, չէ՞, մեջը, ասենք գոնե մի անգամ իրան ասել են։ Հիմա մտածում ասում ես էլ եմ այս ժողովրդին ասեմ, որ ես Տիգրանաշեն եմ հանձնելու, բանակ եմ լուծարելու, սամանից զորք եմ հետ քաշելու, 90 սամանագյուղ թողնելու եմ չեզոք գոտի կոչվածում, սես բաներ անդեղ ելնելու,
Բասում է ժողովուրդ կլսվեն իմ գլխի շամպես հասկանում է, չէ՞ ինչ գալաթար է։ Բայց դրանից է վախենում։ Բայց թե պայմանագիրը արդեն ավարտվել է, բանակցություններն ավարտվել են, ել ընդ ոչ մի բառ չի լինելու, որ ստորագրի ու հրապարակի նույն տեքստն ալնելու, քանի չի ստորագրել, որ նույն բանն ալնելու։ Ինչ կան դե չհրապարակելու։ Վախենում է, ինչի՞ց է վախենում։ Արածից է վախենում։ Որովհետև գիտի, որ հայ ժողովուրդը հələ լրիվ չի մեռե։ Մի մասին սպանել է, մի մասին է պատրաստվում է, բայց հələ լրիվ չեն մեռե։ Կարող է այդ ողջ եղածների մեջ հլենքան ասեն, ով ես դու, արա։ Ով ես դու, քեզով է այդ իրավունքը տվել մեր հայրենիքը կործանես, այդքան մարդկանց արժանապատվությունը նսեմացնես, մեր երկիրը հանձնել թշնամու։ Կլեն կգան կասեն, չէ, ով ես դու, արա։ Այդ դրանից է վախենում։ Բայց ճիշտ անը որ վախենում է, գալու են։ Անպայման գալու են, ոնց որ չեն ուշացնելու։ Չեք քննարկում արդյոք Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը։ Դե գիտեք ինչ, Ադրբեջանի հետ այնքան հարց կա քննարկելու, որ չեմ կարծում, որ ճիշտ է այդ փաստաթուղթը հանրայնացնելուց սկսել, բայց իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք։ Տաթև հələ մած սրան հարց ուրասա, այդ որ ասում ես մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք։ Ոնց ես քննարկում, ասում եմ մենք, չէ՞, այսինքն ինքը մեջն է։ Ինքը պիտի Ադրբեջանը ասելով քննարկի Իլհամ Ալիևի հետ։ Վերջին անգամ Իլհամ Ալիևին հանդիպել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Կազանում։ Հիմա ասում եմ մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը պատրաստելու մասին հայտարարել է մարտին։ Մարտից հետո եթե դու Ադրբեջանի հետ չես հանդիպել, հեռախոսազրույցի մասին տեղեկություն չկա, ուրիշ տեղ չես հանդիպել, գնացել ես Մյունխեն չես հանդիպել, գնացել ես Դավոս չես հանդիպել, Արադ Միրզյանը դրանց նախարարը չի հանդիպել, ոնց ես քննարկում։ Ասես սուտ ասելը սրա համար գիտես ինչ մի բան, ոնց որ ես այս բաժակից վերցեմ ջուրը խմեմ, այսպես բանը սրա համար սուտ ասելը։ Վերցնի սուտ ասի դնի տեղը։ Եվ պատկերացրեք, ինչ աստիճանի մտավախություն չունենք այդ առումով, որ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել եւ հրապարակել։ Այսինքն սրա ասելուց ասում եմ, որ կարող է ստորագրելուց հետո էլ չհրապարակել, էլի, թե ստորագրեն սցեն այդ պահանջները կատարել, բայց մենք էլ այդ մասին էլ չիմանանք։ Ավարտվել է, չէ՞, բանակցությունը։ Դու նույնիսկ բանակցության ընթացքում պիտի ասես, որն է քո սկզբունքները, որոնց վրա դու այդ բանակցությունները Ադրբեջանը այդ բանակցությունների սկզբից 22 թվին, դա թե ուշադիր 22 թվին ասել է 5 սկզբունքներ կա, որոնց շուրջ մենք պիտի բանակցենք։ Հետո ասել են 12 լրացուցիչ սկզբունքներ։ Դրանց բովանդակությունն ասել են։ Դա ասա դու էլ ասա։ Վախենում այ աղջիկ ջան, ծախել է մեր երկիրը։ Այսինքն մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը, ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, ելի եմ ասում, երկու կողմ ունի եւ ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն։ Ես նկատի ունեմ մեր իրականության մեջ նախորդող շրջանում մենք անդադ առաջնորդվել ենք հաղթանակ, պարտություն, դիվանագիտական հաղթանակ, դիվանագիտական պարտություն, հաղթանակ, կապիտուլյացիա, չգիտեմ։ Ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստը այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերը իրենք սին են, որովհետև եթե հիմա եւ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցությունները ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համարել են, որ դա իրեն ձեռնտու փաստաթուղթ է, այսինքն իրենք համաձայնեցրել են խաղաղության հենասյուները եւ արձանագրել են, որ այդ հենասյուների շուրջ խաղաղություն հաստատելուն համաձայն են։ Ճիշտ եք ասում, պարոն վարչապետ։ Լավ էլի տաթև, այսինքն ճիշտ ենք ասում, որն է, մտել եք կարաս ինձ ասես, սրա որ ասած նա ճիշտ էլի։ Դու էլ քո խոսքեն էլի մի քիչ արժեք հաղորդի։ Ուրիշ բառ չես կարող գտնել սրան ասելու։ Ճիշտ եք ասում, պարոն վարչապետ, այդ նախադասությունը ասելուց քրտինգը չի տալի քո վրա։ Բեր գիտես ինչ անենք, ոչ է սպասի Ադրբեջանի ստորագրմանը, որպեսզի այնպես լրիվ խեղկատակի նման չլես, չնայած դա քեզ շատ ասած, որ մենակով ստորագրես, Արադ Միրզյանի հետ ստորագրեք։ Նստեք սենց սիրուն, հանդիսավոր պայմաններում, երեխեքին այդեն շարեք,
բանը Ադրբեջանի եւ Հայաստանի դրոշներով, սենց երեխեքը դու այդ դրոշները շարժեն, դու բանի հետ Արադ Միրզոյանի հետ ստորագրեք խաղաղության պայմանագիրը, այն Ալփի Դավոյանին է կլողացնեք, կբերեք կանգնացնեք ընդ աղավները կտակ ձեռը, հենց ստորագրեք բրցնեք Ալփի Դավոյանի հետ աղավները տես կթերցնի, սենց ծափ կտակ, ուրախանակ, տես մեծ սենց բան կազմակերպել, մեկ Ադրբեջան չի ստորագրելու, դու էլ ստորագրելու ես, չէ՞ այդ կետերի տա, Արադ Միրզոյանի հետ, արեք քպայականերին դες բերեք շարեք, ասեք դու կնիկներին է բերեն, մարդներին է բերեն իրանց, սենց շարվեք ընդ ծափ կտանք, ուրախանան, սենց կլինի շատ սիրուն հարողություն։ Այդպես մի բան կազմակերպի։ Առաջիկայում էլ արա, մայիսի 9-ին արա, մայիս հաղթանակի օրը։ Դրան հետևում է Ադրբեջանի նույն խոսույթը, որ չի հրաժարվում նախապայմաններից, ասում է կստորագրեմ, եթե ու գնում են եթեները։ Օրինակ, եթե սահմանադրությունը փոխենք կամ չգիտեմ նորը ընդունենք, Մինսկի խումբը լուծարենք, որին ըստ էության Հայաստանն ասել է դեմ չեմ, եթե ստորագրենք նոր։ Բայց չեք կարծում, որ հիմա էլ այս պայմանները կատարելուց հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ առաջ քաշելու, օրինակ ասելու է ադրբեջանցիները վերադառնան Հայաստանի արևելք, որ ինքը Արևմտյան Ադրբեջան է կոչում, Զանգեզուրի միջանցքը ուզի։ Էդի ինչ որ ասում ես, արդեն ասել է։ Այն նոր նախապայմանները լալև կմտածի կասի, քո ասածները արդեն կա վաղուց։ Հələ մի մասն ասեցիր դու։ ՀԱԿ-ը Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչու է քննարկելի, որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատը իր արդիականությունը կորցնում է։ Ընդ որում, այստեղ էլ մենք պետքա ճկունություն ցուցաբերենք որոշակի, որպեսզի նպատակը չխառնենք միջոցի հետ։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք ըստ էության ՀԱԿ-ը Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք առանց սրբագրումների կամ առանց շպարի, ՀԱԿ-ը Մինսկի խմբի համանախագահությունը նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ։ Ադրբեջանի տարածքում, հա? Այդ որտե՞ղ է կարդացել Ադրբեջանի տարածքում։ Այդ որտեղ է գրած եղե։ Այդ եղավ արդեն դե բանը, Արցախ Ադրբեջանի տարածքա, այդ կոնֆլիկտն էլ եղել է Ադրբեջանի տարածքում։ Հələ սրա ձևակերպումները նայի։ Այդ որտեղ է դες բան գրել։ Որտեղ է կարդացել, գրելը հասկացանք որտեղ է գրել, հոկտեմբերի 6-ին է գրել։ Բայց մինչև այդ որտեղ է եղել Ադրբեջանի տարածք։ Հայաստանի Հանրապետության տարածքը, Հայաստանի Հանրապետության տարածքում է եղել այդ կոնֆլիկտը։ Ստեղծվել է Հայաստանի Հանրապետություն անկախության հռչակագրով, Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա։ Ու կմենակ քո շնորհիվ է, որ կարողացել է Հայաստանի այդ տարածքը, որը կոչվում էր Արցախ, օկուպանտի ամբողջությամբ անցնել մյուսներին։ Եվ մենք ասում ենք, քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել, որ եւ արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա, բայց մենք ուզում ենք լրացուցիչ համոզվել, որ Ադրբեջանի նպատակադրումը այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումը ամփոփելով կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում եւ սա կարևոր նրբություն է։ Հիմա ձենդ կտրի ուշադիր լսի, ինչ եմ կարդում։ Կարդում եմ քո գրած կառավարության 2021-26 թվականի ծրագիրը, որը ըստ սահմանադրության դու որպես վարչապետ պարտավոր ես կատարես։ Եթե չես կատարում, ուրեմն տիրադդ քաշես գնաս։ Քո գրած եւ քո խմբակցության հաստատած կառավարության 21-26 թվականի ծրագիր 1.1.H9 արտաքին քաղաքականություն։ Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը եւ կայունությունը։ Արտաքին անվտանգության, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը ուշադիր։ ՀԱԿ-ը Մինսկի խմբի համանախագահության ներքո հայտնի սկզբունքների եւ տարերի հիման վրա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումն ու հումանիտար խնդիրների լուծումը։ Էդի դու ես գրել, արա։ Ու դու պարտավոր ես դա իրականացնես, հասկանում ես։ Հիմա ինչ ես դուս տալի։ Կարդամ մի հատ հաջորդը, այդ բանի հետ կապված, ՀԱԿ-ի հետ կապված։ Ռուսաստանի ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու հանգամանքը եւ
Կայի մասին, որ հիմա ուզում ես լուծարես։ Մեկի երկու կետ Ղարաբաղյան հիմնախնդիր։ Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ հայտնի սկզբունքների եւ տարերի, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Էսա համարում կառավարություն։ Դու ինչի ղեկավարն ես, արա։ Կառավարության, բայց ինչ ես անում։ Ինչ ես խոսում, ինչ ես դուրս տալի։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը դա քննարկելի եւ օրակարգային հարց է եւ մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկել։ Ինքն է նախաձեռնում է, տենում է ստաթև։ ԵԱՀԿ Մինսկի խմբից որ միշտ Ադրբեջանն է դժգոհ է, Ադրբեջանն է պահանջում որ լուծարվի։ Ինքը ասում է շեփ գործ չունես։ Էդ ես կանեմ, էդ ես կվերցնեմ ին վրա։ Չնայած իմ կառավարության գործնեության ծրագրում ուրիշ բան է գրած, հայ ժողովրդին ես ուրիշ բան եմ գտել, հայ ժողովրդի էլ անիծած, ուրեմն ես դες քոննամ մտածած շեֆին թողած Իլհամ Հեյդարիչ, դե միշտ մի հատ կակոյնի բուս քնձռոտ, այն օփել քշող են համբալ հայերի կարծիքը, հաշվի առնեմ իրեն շահերով առաջնորդում եմ, հələ քո քշած Մերսեդեսները, քո քշած ավտոները, այն համբալների, օփելներն ու Նիսսանները։ Հիմա ինչը քննարկելի չէ։ Մենակ տեսեք դուք ես էլ նախկինում ասել եմ, որ նույն արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ։ Ինչու՞, որովհետև երբ որ մեր երկրի տարածքի 60% անվանում են արևմտյան Ադրբեջան, դա ուղիղ խախտում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ չեմ կարծում թե որևէ երկիր կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Հələ մա ձենդ կտրի։ Բռնեցրին քեզ արա։ Բան նոր այդ որ ասում են որ մեր երկրի 60% արևմտյան Ադրբեջանն է, իրանց է պատկանում, ըստ իրանց սահմանադրույթ։ Այդ ասողն ով է։ Մոնղոլներ են ասում, դե ճապոնացիները, Ադրբեջանն է, չի ասում։ Պաշտոնապես են, չի ասում։ Բան նորով էր ստե նստած դուս տալի, որ ասում էր Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Դու չէիր ասում, բա ո՞նց է ճանաչում։ Բա համ ասում ես Ադրբեջանը ըստ այդ պայմանագրի ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, համ էլ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի տարածքի 60%-ը պատկանում է Ադրբեջանին։ Ու ստիպել են որ դու ասես այն մարզերի անունները, որոնք ըստ Ադրբեջանի սահմանադրության պատկանում են Հայաստանի հիմիկվա տարածքել, Արցախը չկա է, առանց Արցախի մնացած տարածքի 60-ից 70%։ Բայց Ադրբեջանը ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Լսի, նրանք կարում են քեզ ապուշի տեղ դնեն։ Դու չես կարա մեզ ապուշի տեղ դնես, հասկանում ես։ Որովհետև հայ ժողովուրդը այդքան չի ցնդե, որ դու կարանաս իրան այդքան տարի, արդեն 7 տարի այս վիճակի մեջ պահես։ Մի օր են զբաղվելու քեզնով, մի ժամ։ Դե յուրե ուժի մեջ մտած փաստաթղթով եւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստով այդ խնդիրը նկատի ունեմ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, տարածքային պահանջների բացակայություն, պարտավորություն ապագայում առաջ չքաշել տարածքային պահանջներ, այդ խնդիրները լուծված են եւ ելի ուրիշ դրույթներ, այդ խնդիրները լուծված են։ Ինչ վերաբերվում է սահմանադրության հարցին, ելի բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը շատ էական պատասխաններ է պարունակում այդ հարցի, բայց հարցը ո՞րն է։ Օրինակ մենք տեսնում ենք եւ մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, նկրտումներ է պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այսինքն ինքը խոստովանում, ասում է մենք տեսնում ենք, այնպես չի որ անուշադիր ենք էլ չենք նկատել, դες բանը չկա, չի կարա լինի, իսկի չի էլ կարա լինի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային նկրտումներ է պարունակում Հայաստանի տարածքի նկատմամբ։ Տեսել է, արձանագրին։ Հիմա կասի, բայց մենք չենք ասում, որ դա պիտի փոխվի։ Ոնց կա, այդպես է թոմենա, նկրտումներով հանդերձ։ Բայց պայմանագրում նշվում է, որ գերակա նշանակություն ունի Բայց պայմանագրում նախ նշվում է, որ կողմերը խորհրդային միության ըստ էության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականություն, ինքնիշխանությունը ըստ էության ասում է, պայմանագրում նշված է, որ խորհրդային միություն ըստ էության վերացական
որովհետև խորհրդային միության սահմանների մասին դա ոչ թե չկա գրած։ Չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել եւ բացի դա կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությանը հղում անել տվյալ համաձայնագրի պարտավորությունները չկատարելու համար։ Տգետ։ Դե ասենք Իջևանի դպրոցի շրջանավարտ էլի ուրիշտեղ սա ոչ սովոր է, ոչ աշխատե թիվ 1 դպրոցի։ Վահե Ղազարյանի դպրոցի։ Լսի, այ տգետ։ Սահմանադրությունը օրենսդրություն չի։ Սահմանադրությունը օրենսդրությունից վեր փաստաթուղթ է, որին պիտի համապատասխանի օրենսդրությունը։ Օրենսդրությունը դա օրենքներն են, միջազգային պայմանագրերն են, նախագահի հրամանագրերն են, կառավարության որոշումներն են, վարչապետի կարգադրություններն են, որոշումներն են։ Դա է օրենսդրությունը։ Դու ունես, ոնց որ ճիշտ էլ ասեցի, սահմանադրական դատարան, որը քննության է առնում քո օրենքների, մյուս իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, այդ թվում Ադրբեջանի հետ կնքած միջազգային պայմանագրերի համապատասխանությունը սահմանադրությանը, ոչ թե դու պիտի ասես ես Ադրբեջանի հետ կնքել եմ միջազգային պայմանագիր, եթե դա հակասում է իմ սահմանադրությանը, ուրեմն մենք չպիտի ասենք, որ մեր սահմանադրությանը հակասում է, այդ դու չես հասկանում։ Ադրբեջանում դա շատ լավ հասկանում են, դրա համար են պահանջները, որ պիտի սահմանադրություն փոխես, նոր ընդունես, առանց անկախության հռչակագրի, եւ նաեւ քեզնից պահանջեն, որ դու հանկարծ մտքովդ չանցնի, որ իրանից պահանջես, որ իրանք իրանց սահմանադրությունը փոխեն, որպեսզի Հայաստանի տարածքի 60-ից 70%-ի նկատմամբ իրենց տարածքային նկրտումները իրագործեն, որովհետեւ դու խաղաղասեր ես, Ալփի Դավոյանի հետ աղունիկ եք թռցնում խաղաղության։ Իսկ իրանք թռցնում են բայրակտար։ Մեր սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի, եթե չեմ սխալվում, որոշմամբ արձանագրվել է, որ մեր սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Լսի, այդ փաստարկները հասկացա ինձ ես օգնում, հա, գիտես դատական նիստերի եմ, փաստարկներով ինձ օգնում ես։ Դրա վերաբերյալ ես հիմա չեմ կարող բան ասեմ, բայց շնորհակալ եմ այդ փաստարկներիդ համար, այս հարցում այդ վկայակոչումը կատարելու համար, կօգտագործվի դատարանում։ Եթե ունենար, սահմանադրական դատարանը չէր կարող երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ հղում է արվում Ալմատայի հռչակագրին, որի իմաստն այն է, որ երկրները անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների տարածքով, դա չէր կարող սահմանադրական դատարան այդ դրույթը համարել սահմանադրությանը համապատասխանող։ Լսի, Ալմատայի հռչակագիրը ինչ կապ ունի սահմանների հետ, ինչ կապ ունի անկախության հետ։ Ասում է Ալմատայի հռչակագրով, լսի ինչ ասում Տաթև։ Ասում է Ալմատայի հռչակագրով պետությունները անկախություն են ստանում։ Իրականում գիտես Ալմատայի հռչակագիրը ինչ է։ Ալմատայի հռչակագիրը հիմնական պայմանագրի, որը կնքել են Բելարուսը, Ուկրաինան եւ Ռուսաստանը, հարակից արձանագրությունը, որով անկախ պետությունների համագործակցության կազմակերպությանը միանում են այլ անկախ պետություն, այսինքն պետությունը ինքը սկզբից անկախացել է, Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, եւ այդ անկախ պետությունները միացել են, ստեղծել են, միացել են այն համաձայնագրին, որով ստեղծվել է կազմակերպության անունն եմ ասում, անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն։ Սա ասում է, մենք որ միացել ենք այդ կամը, անկախություն ենք ստացել։ Հիմա ասեք սրա խելքով, եթե բալթյան երկրները, 3 հանրապետություններ, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, եթե իրանք ընդհանրապես Ալմատայի հռչակագրին չեն մասնակցել, անկախ բանը այդ կազմակերպության ստեղծմանը չեն մասնակցել, բայց եղել են խորհրդային 15 հանրապետություններից 3-ը։ Խորհրդային միությունը, որ փլուզվել է, իրանք իրանց անկախության հռչակագրերով անկախություն են հռչակել։ Փաստորեն դրանք ոչ պետություն են, ոչ սահման ունեն, որովհետև Ալմատայի հռչակագիրը չեն ստորագրել։ Այսինքն տգիտություններով, այսպես մեր երկիրը տանում է տալի թշնամուն։ Դու էլ նստել ես սրան, խոսացնում ես։ Չնայած լավ ես անում, խոսացնում ես, որ բացահայտեք մեր ժողովուրդը լսի հասկանա, թե ինչ դավաճանի հետ մենք գործ ունենք։ Եվ ոչ միայն ինքը։
Անուններ է տալի։ Բայց այստեղ էլ որոշակի շփոթ կա, որովհետև մեր ներքին քաղաքական օրակարգում 2018-ից 2020 թվականից կա նոր սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, խոսույթ, եւ մենք գնալու ենք այդ օրակարգին։ Սուտ ես ասում 18-ից 20 թվերի նոր սահմանադրություն ընդունելու օրակարգ ու խոսույթ չկա 19 թվին դու ես ստեղծել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով 21 թվին դու ես ստեղծել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով իսկ 2020 թվին իրագործել ես սահմանադրությունը խախտելով սահմանադրական փոփոխություն որպեսզի ազատվեց Հրայր Թովմասյանից եւ սահմանադրական դատարանի մյուս դատավորներից թե ինչի նպատակով Այդ էլ քննարկենք առաջիկայում դատարանում, որի համար ինձ հիմա արգումենտացիայով փորձում ես օգնես։ Նոր սահմանադրության ընդունած օրակարգ չի եղել, երբեք։ Հիմա է, որովհետև Ալիևը հիմա է պահանջում։ 18 թվին նա չէր պահանջում, 20 թվին էլ չէր պահանջում։ Պատերազմից հետո է պահանջում։ Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր սահմանադրություն Եվ մենք պլանավորում ենք այդ հանրաքվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ ուշադիր լսի ինչ ասում, կարևոր բան ասում։ Կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ եւ համատեղ, որը ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական։ Ասեմ ինչի, ձենկետրի նա խորհրդանշությունը արգելում է, որ հանրաքվեն եւ ազգային ժողովի ընտրությունները լինեն միաժամանակ, այդ պիտի հիմա փոխեն այդ օրենսդրությունը, որ բերեն։ Ինչի համար, որովհետեւ հանրաքվեն որպեսզի ընդունվի, պիտի ընտրողների ցուցակային թվի 50%-ից ավելը գնան ընտրության, բայց հիմա Հայաստանում մասնակցությունը միշտ ցածր ալնում 50-ից պակաս է, 50-ից պակաս եղավ, ազգային ժողովի ընտրությունները կայանալու են, բայց հանրաքվեն չի անցնելու։ Բացի այդ կողմ ձայները պիտի լինեն ցուցակային թվի 25%-ից ավելը։ Հիմա քանի որ մենակ հանրաքվեի համար ժողովուրդը չի գնալու, ասելու են մենք չենք ուզելու Ալիևի հանրաքվեին մասնակցեն, փաստացի դա չի անցնելու, որպեսզի կարողանա սղսնի անցկացնի, ազգային ժողովի հերթական ընտրության օրնա դնելու, որ մարդը սես թենես գնալու է ընտրական տեղամաս, ու Իրանը սես թենես տալու են հանրաքվեի քվեաթերթիկ, ակամայից իր կամքից անկախ ինքը դառնալու է հանրաքվեի մասնակից, որպեսզի մասնակցության տոկոսը ապահովեն։ Դե տոկոսն ապահովեցին ինչ կապ ունի։ Կողմը քվեարկե թե դեմ, Վահագ Հովակիմյանն դեն նստած է, դրա համար է նստած, սահմանադրական դատարանի ցավներ տանը։ Եվ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային եւ միջազգային ազդեցություն։ Եվ հետեւաբար անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարող է նորանոր պահանջներ առաջ քաշել, վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են։ Լսեցի՞ր, ասում եմ մեր սահմանադրությունը պիտի ունենա տարածաշրջանային նշանակություն։ Աշխարհում ոչ մի երկրում գրած չի։ Ենթադրենք, այսինչ ժողովուրդը հաշվի առնելով տարածաշրջանային շահերն ու օրակարգերը որոշում ընդունել սահմանադրություն։ Բոլոր սահմանադրությունների նախաբաներում ասում են, օրինակ հայ ժողովուրդը հաշվի առնելով հայ ժողովրդի պատմական շահերը, ազատ ժողովրդավարական ինքնիշխան պետություն կերտում, Իրան վերաբերող հարց, սահմանադրություն ընդունում է իր երկրի խնդիրները լուծելու համար, ասում է, չէ, մենք հիմա մեր երկրի խնդիրները լուծող սահմանադրություն ունենք, բայց քանի որ դա Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը չի արտահայտում, իսկ մեր տարածաշրջան որը արտահայտում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը։ Լսեցի՞ր Տաթևչյան։ Մեր ժողովուրդը լսեց, չէ՞։ Դե կդնեք 20 անգամ, 100 անգամ այսի կլսեք, որ իմանաք, թե ինչի համար է անում, այս մարդը սահմանադրության փոփոխ խոստովանում էլ է, ասեք այնքան ապուշա, որ նստում ասում է։ Թե ունենք խաղաղություն, խնդիր չկա դրանում, բայց եթե կողմերից մեկը չի ուզում խաղաղություն, կողմերից մեկը անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում, իսկ այդ նախապայմանները առաջադրելը արդեն նշան է, որ չի ուզում խաղաղություն, որովհետև սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի։ Հիմա ո՞րն է Հայաստանի
ապագայի նկատմամբ տեսլականը։ Մինչև ուր զիջել։ Եթե չենք զիջում, Ես կներեք, Ադրբեջանը շարունակում է շատ կարևոր է, կարողացել բայց ես մի պահի պետքա շատ լրջորեն։ զիջման մասը։ Ինչն ենք զիջել, մի հատ ասեք ելնի։ Ոչ մի բան։ Տաթև ջան, ի՞նչն ենք զիջել։ Հակառակը, զավթել ենք։ Նոր տարածքներ ենք զավթել, նոր պահանջներ ենք դրել Ադրբեջանի առաջ, Ադրբեջանը այդ բաները կատարել է։ Ի՞նչն ենք զիջել։ Ոյ, հələ մտածա էլի, բան ենք զիջել մենք։ Բան ենք զիջել մենք։ Ապա բան եք զիջել ես դու ընդհանրապես արագ կյանքի մեջ դու զիջման գնացող մարդ ես, այլ դու հաղթական ոգի ունեն հիմա դրել են 18 թվի Նիկոլ Փաշինյանի ելույթները, 20 թվի հələ պատերազմի ժամանակվա քո ելույթները ազգային ժողովում ասել է մարդը ռազմական դրություն հայտարարելու ժամանակ ես այսօր այստեղ եմ որպեսզի ասեմ մենք 1 միլիմետր չենք զիջի մեր տարածքներից, մեր հայրենիքից, մեր Արցախից, մեր արժանապատվությունից, մեր պատմությունից զիջելա 1 միլիմետր զիջելա ի՞նչ ենք զիջել ի՞նչ ենք զիջել այ քեզ բանը քծել եք բենաներա զիջել ենք Տեսի Եթե Ադրբեջանը նոր նախապայմաններ առաջացնում, Ընդհանրապես, նկատի ունեմ այդ նախապայմանների մի մասը սկսենք կատարել, դա զիջում է լինում, չէ՞, էս արեք։ Հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ Մի րոպե առաջացնում։ կներեք, էլի։ Հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ինչ ենք զիջել կամ էդ էլ է շատ կարևոր խոսակցություն։ Այդ զիջումների թեմային պետքա շատ լրջորեն վերադառնանք։ Այո, բաբա։ Շատ լրջորեն ենք անդրադառնալու, շատ։ Հələ դու չգիտես ինչքան լրջորեն ենք մենք դրան անդրադառնալու։ Եվ ընդ որում սկսած 2020 թվականից եւ նրա նախորդող շրջանից, որովհետեւ զիջել ենք ինչը։ Զիջել ենք, ասեմ ինչը։ Զիջել ենք Արցախը, զիջել ենք Գորիս-Կապան ճանապարհը, զիջել ենք Կապան-Ճակատեն ճանապարհը, զիջել ենք Շորժան, զիջել ենք Սև լիճը, զիջել ենք Իշխանասարը, զիջել ենք Ջերմուկի լեռների մի զգալի հատվածը, զիջել ենք բան չենք զիջել, Տավուշի մարզի գյուղերն ենք զիջել, բան չենք զիջել մենք, հա։ Վերադառնանք 20 թվին, հələ մի հատ վերադարձի 20 թվին ու հիշի, որ դու սկսել էիր ԱՅՈ-ի քարոզարշավ սահմանադրական փոփոխությունների, նոր սահմանադրության ընդունման չէ, փոփոխությունների, դու ուներ մի հատ բուկլետ։ Այդ բուկլետի առաջին էջի վրա գրած էր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիր։ Ու այդ Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագրի վրա կար Հայաստանի քարտեզը Արցախով։ Հիմա Այդ քարտեզով Հայաստանը կա, ասում ենք մի հատ վերադառնանք 20 թիվ, վերադարձել ենք 20 թիվ, այդ բուկլետը բացել ենք ու մեջը գրած էր նաև քո անունը, դու էիր գրել, որպես հպարտ քաղաքացի, Նիկոլ Վովայի Փաշինյան, ծննդյանը թիվը չծնվեիր լավ էր եւ ստորագրությունդ։ Հիմա դու այդ հպարտ քաղաքացու անձնագրով, այդ անձնագրի շապիկի վրա պատկերված ցանկացած կետ կարաս գնաս։ Բայց կարում էիր, չէ 20 թվին գնայիր։ Բա որ 20 թվին կարում էիր, հիմա չես կարում գնաս, չի ստացվում որ զիջել ես։ Սա մենք ի՞նչ ենք զիջել։ Ապուշի տեղ է էլի դրեմ ես արասա։ Արա կարող է դու արդեն գլխի չես ընկնում որ զիջում ես։ Կոմոդ արդեն այնպես մի հատ իրավիճակ է, որ դու արդեն քեզ թվում է թե դու զավթում ես, էլի, ոչ թե զիջում ես, այլ զավթում ես։ Մենք այս հարցին էլ պետք է վերջո անդրադառնանք եւ գնահատական տանք։ Կանդրադառնանք, անպայման կանդրադառնանք, ունես գնահատական կտանք։ Այդ գնահատականը քրեական օրես գրքում շատ հստակ նկարագրված է, այդ գնահատականը դատարանը տալու է։ Կո վերադառնանք, անդրադառնանք, քննարկենք, հա, բա պետք է նստենք ու հետ հələ մի հատ քննարկենք։ Ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում որպես Ադրբեջանի մաս։ Սուտ։ Ման նոր ԵԱԿ Միսկի խմբից էիր խոսում։ ԵԱԿ Միսկի խմբի համանախագահողները, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներ էին, որ նրանք Արցախը ճանաչում էին Ադրբեջանի կազմում, բայց այդ Միսկի խմբի ձևաչափը չէին ստեղծել։ Հենակ ասեն, դա Արցախ-Ադրբեջանի տարածք է, Հայաստանը օկուպացրել է այդ տարածքը, պետք է իր զորքերը դուրս բերի։ Եթե դուրս չի բերում, ուրեմն պետք է սանկցիաներ կիրառեին Հայաստանի նկատմամբ, ոնց որ անում են աշխարհի մնացած բոլոր դեպքերում։ Սանկցիաներ կիրառեին տարբեր տեսակի, հեռացնեին բոլոր տիպի միջազգային կազմակերպություններից, դες պիտի անեին։
Բայց հակառակն են արել։ Հայաստանը դրանից հետո դարձել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների անդամ, այդ թվում Եվրոպայի խորհրդի անդամ։ Ոնց են ճանաչի Ադրբեջանի կա։ Բա որ ճանաչել են բանակցություններին չի մաս։ Դու ես ճանաչեմ մենակ։ Դու քեզնից բացի Արցախ Ադրբեջանի կազմում ճանաչող չի եղել։ Դե մարդիկ էլ ասում են դե որ դու ճանաչում ես։ Շահառուն դուք եք այդ երկիրը ձեր երկիրն է։ Դու քո երկիրը տանում ես տալիս ես M1-ին։ Ես գամ ասեմ մի տու, իմ ասեք թե ես վերցնեմ իմ հեռախոսը տամ M1-ին։ Ուրիշ մեկը պիտի գասի չարա, խո դու ապուշ ես, հեռախոսը տնչես տալիս ես, քո գործն է։ Բայց քանի դեռ չես տալի, մի ուրիշը ուզում է դա քեզնից զավթի, իրավունք է, չէ՞ իհայտ գալ, ասում են չի կարելի մարդուց խլել, նա ուրեմն պետքա քեզ տա, եթե ուզում ես անպայման պետքա բանակցես, խնդրես, նա էլ կորոշի տա թե չտա, եթե չի տալ, ուրեմն չի տալի։ Ում ես հիմարի տեղ դրե դու արա։ Մենք այս իրադրությանը պետքա գնահատական տանք։ Այս շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է, եւ այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Որովհետև նույն գիրանց ոսկեպար հատվածում ինչ ենք զիջել, մենք որևէ բան զիջել ենք։ Չարից չխոսում են, դենը մեզ որ նագլիությունը ինչ աստիճան կարա ունենա, էլի։ Նագլիությունը ինչ աստիճան կարա ունենա։ Ուրեմն գնացել ասելա թևս կկտրեմ, ես այս տարածքից մի մետր թուրքին չեմ տա։ Ամբողջ 24 թվին գնաց եկավ, խափեց, ոստիկաններին տարավ լցրեց, մեր զորքը մցրեց, մեր զինվորները ականների վրա պայթեցին, տարածքը ականապ զերծեց, հանձրեց Ադրբեջանին։ Եկել ասում, մենք ինչ ենք զիջել։ Մենք իրանց ոսկեպար հատվածում բան ենք զիջել Ադրբեջանին։ Արա կարող է դու իսկականից։ Արա չգիտեմ, եթերը է։ Եկալ նե անջատենք ես մերկու բան ասեմ, հետո նորից միացնենք։ Ինչ են, եթե զիջել ենք, ինչ ենք զիջել։ Այս շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք ի վերջո բաց խոսենք։ Մի օր հատուկ ես կգամ, որտե՞ղ կլես այդ ժամանակ։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, բայց Իսկ ես չեմ գալի, դատախազ մարդկանց տան քնչական խումբը կգա, կնստի քննիչներին, քո չեն զրուցի։ Էդի կոչվում է հարցաքննություն մեղադրյալի հետ։ Ու դու սիրում մատ այդ քննիչների հետ կհարցաքնվես ու դրա իրավական գնա, այո, կգա մի օր։ Ու շատ չի ուշան այդ մի օր։ Ինչքան շուտ, այնքան լավ, որովհետև ինչքան ուշացավ Այնքան քո գործերը վատանալու է։ Քեզ ինչքան թողնում ենք, այնքան դու ավելի մեծ հանցանքներ ես գործում, այնքան ավելի քո հետագա գործը դժվարացնում ես։ Դրա համար որպեսզի շատ չդժվարանա, պետք է առաջիկայում այդ գործը կազմակերպենք։ Սիրուն կհագնվես, կթրաշվես, կնստես, կգան քեզնով կզբաղվեն։ Եղավ, այո, անպայման մենք այդ հարցին կանդրադառնանք։ Ու դա չի լինի այս աղջկա հետ։ Էդի կլինի մի քիչ ավելի լուրջ մարդկանց հետ։ Նստենք ի վերջո բաց խոսենք, ընդ որում հանրային հարության հետ էլ եմ պատրաստ ես քննարկումը ունենալ։ Որտեվ պետք է հասկանանք, լավ, այդ քաղաքական զիջել, ինչ ենք զիջել։ Ես կարծում եմ, ես Գյումրիում վերջին անգամ այսինքն առաջին անգամ համարեցի, որ բավարար չափով իրավիճակը վերլուծել եմ եւ պատասխաններ ստացել եմ։ Ինքը վերլուծել է, այսինքն ինքը ինչ որ արել է, հետո ինքը իրան նստել է, հենց ասում է վերլուծենք, էլի ի վերջո ինչ եղավ։ Չէ, ես պատասխանները ստացա, նորմալ է։ Լավ է, ստեսություն բոլորդ, ես վերլուծեցի, ես բավարար չափով պատասխանները ստացա, ամեն ինչ նորմալ է։ Որևէ խնդիր չկա, անցանք առաջ։ Ես միանշանակ ասում եմ, ես 7 տարի վարչապետ եմ, չէ՞ արդեն Հայաստանի Հանրապետության։ Ցավոք սրտի։ Ես եւ այսօր ասում եմ, որ իմ կարծիքով եւ վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր շատ ավելի անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Այն բոլոր ինչ որ մենք անվանում ենք, որ չզիջման շրջան, այդ թվում իմ վարչապետության շրջանում, մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը եւ մեր պետականությունը։ Ինչ ասես սրան։
Այսինքն ո՞նց ենք զիջած եղել։ Եթե այդ ամբողջ տարիների ընթացքում մեր պետությունը հռչակվել է անկախ պետություն, անկախ պետությունը զարգացել է, ստեղծել է պետական մարմիններ, ստեղծել է բանակ, այդ բանակը պաշտպանել է մեր հայրենիքը, ազատագրել է մեր հայրենիքը, չեզոքացրել է թշնամու բոլոր վտանգները, դարձել է միջազգային կազմակերպությունների անդամ, ձեռքաբերել հեղինակություն։ Մենք անկախություն չենք ունեցել, հա? Մենք պետություն չենք ունեցել, ինքնիշխանություն, հիմա մեր ինքնիշխանությունը այն է, որ ադրբեջանցիները չեն թողնում սոտքի ոսկու հանքավայրը աշխատի։ Մեր ինքնիշխանությունը այն է, որ ադրբեջանցիները չեն թողնում երասխուն կառույցի մետալուրգիական գործարան։ Մեր ինքնիշխանությունը այն է, որ ադրբեջանցիները իրենք են որոշում կապանի օդանավական ինքնաթիռը նստի թե չնստի։ Մեր ինքնիշխանությունը այն է, որ ադրբեջանցիները թուղթը դեմ են տալի, ասում են ստորագրի։ Մենք հիմա դա ձեռք ենք բերի ասում, բայց չենք պետություն չի եղել, չէ։ Բայց ում են թալան, արա 30, բայց քան ասում ես 30 տարի, բայց 30 տարի ինչ ա եղել, պետություն չի եղել։ Բա ինչ ա եղել, այդ 30 տարվա մեջ այ անվաստակ անարժան մի ներդրում ունեցել ես այդ պետության ստեղծման զարգացման գործում, եկա, արա 50 տարեկան մարդ ես, 50 դրամի օգուտ դու Հայաստանի Հանրապետությանը տված կաս քո կյանքում, մի ձևի մասնակցած ես պետության ստեղծման, պետության անվտանգության ապահովման, պետության զարգացման գործին, մի օգուտ տված կաս քո կյանքում, այ բեզդելնիկ ձրիակեր, որ հիմա եկել ես այս ժողովրդի դարերի ստեղծած հարստությունը, այս ժողովրդի լավագույն զավակների կյանքի գնով ազատագրված հայրենիքը, սենց հեշտ տալիս ես թշնամուն, ինչ են տվել, ինչ են կործել, ինչ են կորել, ես նստել եմ մի մեջ հաշվել եմ, ամեն ինչ նորմալ է, նորմալ է, շատ նորմալ է, կգա այդ նորմալի օրը, ու մեր ժողովուրդը կվայելի այդ նորմալը կտեսնի թե ոնց է ալնում, կտեսնի թե ոնց է ալնում։ Պետք է հասկանանք, ի վերջո, պետք է մենք մեզ հետ մի անգամ խոսենք այս ամեն ինչի մասին։ Հետևաբար ասեք ինչն ենք զիջել։ Ես պատրաստ եմ տող գնալ։ Իսկ այն որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք, եւ առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաև, էս էլ է շատ կարևոր։ Ես ինքս ինձ հարց եմ տվել։ Իրանից բացի, որ իրան ոչ պիտի հարց տվող լինի, ոչ պատասխանող լինի, եթե հանկարծ մեկը հարց տալու, բռնեն տանեն նստացնեն բանտ։ Եթե իր ասացի նկատմամբ մեկը մեկնաբանություն անում, պիտի տանեն նստացնեն բանտ։ Հեսա քելական գործ դարուցել է, չէ՞, պիտի տանեն նստացնեն բանտ։ Ինքը պիտի իրան հարցը տա, ինքն է պատասխանի, իմաստունն ինքն է։ Մենք պիտի նստենք լսենք, ասենք դե տեսակ ես մարդ իրան հարցը տվեց, պատասխանեց։ Հələ մատ հարցը տու։ Դենամ ինչ հարց ես տալի քեզ, որ պատասխանել ես։ Ինքս ինձ հարց եմ տվել։ Լավ, ինչի համար զոհվեցին այդ տղաները։ Եվ ինքս ինձ համար գտել եմ այդ հարցի, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին։ Անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։ Լսեցիր, չէ՞, ինչի համար են զոհվել։ Դե հիմա լսի Տաթև ջան։ 2021 թվականի մարտի 20 նախընտրական քարոզարշավ Նիկոլ Փաշինյան բառացի մեջբերում։ Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտնի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ ես ուզում եմ ասել, որ շատ կլինեն հարցեր, դե լավ է, ի վերջո մեր տղերքը ինչի համար զոհվեցին։ Ժողովուրդ գիտեք, ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այդ հարցին։ Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ որ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնա։ Մենք բոլորս դա գիտենք, չէ, բայց այսօր Արցախը կա, Արցախահայությունը կա, եւ ես ուզում եմ ասել, որ մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է։ Գիտես ով ասի Տաթև։ Գիտես ով ասի։ Այս ասի։ Ասում եմ մեր զինվորները զոհվեցին, որպեսզի Արցախը մնա, ու այսօր Արցախը կա, դրա համար է զոհվել մեր զինվորները։ Հիմա ես ասել եմ 2021 թվականի մարտի 20-ին։
Հիմա 2025 թվականի մարտին, ընդամենը 4 տարի, նույն վարչապետն ասում է. Ես նստեմ մտածել եմ, չէ, все-таки իրանք դրա համար չեն զոհվել։ Արցախի համար չէր։ Դրա համար չէր, որ հիմա ես ինքս եմ ասում, որ Ղարաբաղի հարց չկա։ Այդ Ղարաբաղի հարց չկա, այդ հարցի լուծումը չկա, այդ ԵԱԿ Մինսկի խումբներ պիտի չլինի ընդհանրապես։ Արցախում հայ չկա, Արցախն չկա, բլավ ինչի համար են զոհվում։ Բերմա դիշ պատահույս բան մտածենք էլի։ Թոլի անկախության համար։ Այսինքն իր համար այդ մարդը հազարավոր մարդկային կյանքերը սենց խաղ է էլի։ Չնայած պատերազմ հայտարարելուց գնացել էր ազգային ժողովում, ասում էր, ես չեմ եկել ստե ասեմ, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ Ես եկել եմ ասեմ, թե ես ինչի եմ պատրաստ։ Ես պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի։ Զոհվել ես։ Նա չի զոհվել։ Գնա զոհվի, հիմա գնա զոհվի։ Հանուն հայրենիքի, հանուն քո Ադրբեջանի Հանրապետության։ Ման չեմ էլ լուսավոր տղերքը զոհվում։ Որտեղ են զոհվել։ Իրեն զոհողության վայրը գիտես, քարտեզներ եք կախում աշխատասենյակում հետ, եմեք իր մոր նկարի տեղը։ Հələ մատ այդ քարտեզի վրա գնա ցույց տու, մատը դիր, այդ տղերքի զոհողության վայրը։ Տես ու տարածքում ու դու մտածում ես, որ մեր ժողովուրդը, չեմ ասում են նրանց ծնողները, նրանց հարազատները, նրանց բարեկամները, ընկերները, մեր ժողովուրդը քեզ ներելու այս ցինիզմի համար, որ դու ինչ ուզես ասես, մի օր նստես ես ասես, մի օր նստես ինքդ քեզ մտորես, հարցի համար, ոչ թե հնարես, այլ լուծում գտնես, գազ լուսման, այդպես հեշտ է, հա։ Արա տենց հեշտ է մարդ սպանելը։ Հազարավոր մարդ կորուստներ տալը։ Այդպես մեղքը, այդքան հեշտ է։ Դու գիտես ինչ դժվար բան է։ Շատ դժվար բան է։ Արա դու ոչ ես վախենում։ Թե շամպես ես վախենում։ Եթե վախենում ես ճիշտ ես անում։ Աստված կա, Աստված կա։ Այդ Աստվածն է պահում մեր ժողովրդին։ Նաև քո նման չար, կեղտոտ սատանաների, այրոնոտ ճիրաններից։ Ու դա դարերով է պահել, այս անգամ էլ է պահելու։ Իսկ Աստծո դատաստանը այս կարգի սատանաների համար շատ հետաքրքիր է։ Մենք դա կարդացել ենք։ Այն հավատքի սուրբ գրքերից, որոնք դու ուզում ես այրես մեր աչքի առաջ։ Խոնարհված եկեղեցիներ այցելելով, այլ ոչ թե կանգուն տաճարներ։ Եթե կարելի է զիջման մասին կարճ հարց տամ եւ վերջին հարցին անդրադառնանք, պարոն վարչապետ, զիջելը կամ կոմպրոմիսի գնալը լավ ու վատ բանի մասին չեմ խոսում։ Եթե Հայաստանն է երկու կետերը, որոնք Ադրբեջանն է առաջարկում, համաձայնում է, գնում է զիջման։ Երկրորդը զիջում է, երբ որ ներողություն ասեմ բոլորը, զիջում է, երբ գերիների հարց չենք քննարկում։ Զիջում է, երբ Ադրբեջանին չենք պարտադրում, որպեսզի մեր օկուպացված տարածքներից հեռանա, ասում ենք դա կթողենք սահմանազատմանը։ Բայց Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, շարունակում է իր նույն խոսույթը, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, հետո կմտածենք ստորագրել թե ոչ։ Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով եւ բանաձևերով։ Ինքը առավոտից իրիկուն Ադրբեջանի հանձնարարությունները կատարում է, եկել է մեզ ասում, մենք պիտի դադարենք Ադրբեջանի խոսույթով մտա։ Ադրբեջանի խոսույթով մեր հասարակության մեջ քեզնից բացի մեկ է քո այս փոքր հանցավոր խմբից, ուրիշ ոչ մեկ ոչ մտածում է, ոչ մտորում է, ոչ գործում է։ Այդ դու ես անում։ Այ այս ինչ որ նոր խոսում էինք, հարցի դիտանկյունի մասին էր խոսքը։ Երկրորդը իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում։ Չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ Զբաղվում են, ճիշտ ասում, այս հարցում համաձայն եմ Տաթև ջան։ Զբաղվում են։ Բայց կան մարդ, որ իրանց պաշտոնավորման շրջանում հայտնվել է գերության մեջ, եթե գիտես հենց են հենց է էլի։ Իրանք են հանձնում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ո՞նց հայտնվեց գերության մեջ։ Մարդու շնորհիվ զբաղվում են։ Զբաղվում են, հետո եթե ուրիշ միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ Հայաստան գերիներ են վերադարձում, չեն զբաղվում այդ մարդիկ գերիներով, զբաղվում են, տանում են բանդ, քրեական գործեր են հարուցում, ասում են մենք պիտի գերության մեջ հայտնվելու հանգամանքները հատիկ ուսումնասիրենք։ Ալեն Սիմոնյանն ասում են, ընդհանրապես գերիները իմ համար գոյություն չունեն, ով է տեսել մարդը հայտնվի գերության մեջ, գերին տեսել ես մեռնի զինվորը,
գերության բոլոր փաստերը պիտի զբաղվում են, չէ, շատ լավ են զբաղվում գերիների հարցերով, ու այսօր էլ այսքան որ Ադրբեջանի բանտերում գերիներ կան, այս մարդկանց շնորհիվ է, հեսա կավելացնի, չէ, կզբաղվեք, Ադրբեջանի գլխավոր դատախազն արդեն ասել է, Հիկմետ Հաջիևն էլ ասել է, որ Հայաստանում պատասպարված մարդիկ կան, որոնք մեր քրեական գործերով անցնում են, դրանց պիտի Հայաստանը փոխանցի Ադրբեջանին, այո, հեսա կփոխանցի, կզբաղվեք, մի քանիսին է կավելացնեք։ Ես էլի բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբերի քանիսն էր, որ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Բայց այդ ժամանակ մոռացել ես, որ Ադրբեջանը վերադարձան ադրբեջանցի մարդասպանները, որոնք Հայաստանում մարդ էին սպանել ու դատապարտվել էին ՑՄ ազատազրկման ու 11 տարվա ազատազրկման, այդ եղբայրները, որ վերադարձան, դու մոռացել ես, որ այդ ժամանակ թրաֆիկինգ արեցիր եւ Ադրբեջանին ծախեցիր COP29-ը Բաքվում կազմակերպելու իրավունքը, որի ժամանակ ցուցահանդես էին կազմակերպել պատմական Ադրբեջանի Երևան քաղաքի մասին։ Թե մենք հավ ենք, հա, մոռացել ենք, թե ոնց ա եղել գերիների առևտուրը, բայց գերիներով զբաղվողը առանց այտենց առևտրի գնալով է զբաղվում։ Հայաստանում ադրբեջանցի գերի կա, բայց ոնց է որ չկա։ Թե պետություն են զբաղվում են իրենց գերիներով։ Հա դու էլ ես զբաղվում որպես Ադրբեջանի ներկայացուցիչ, ով պետք է այստեղ բռնում հանձնում ես իրանց։ Պարոն վարչապետ, եւ շատ կարճ, եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պետք է գործընթացի համար։ Այն ինչ որ տեղի ունեցավ 2022 թվականին Հայաստանում սեպտեմբերին մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լուրջ ենք վերաբերվում։ Իսկ ինչ է եղել Հայաստանում 2022 թվականին։ Ով է ելքես երաշխավոր, որ չի երաշխավոր է։ 2022 թվականին Ադրբեջանը քո պայմանավորվածությամբ այդ սեպտեմբերից առաջ պարոն վարչապետ դու մոռացել ես որ օգոստոսի 31-ին Բրյուսելում հանդիպել ես Իլհամ Ալիևի հետ բա որ հանդիպել էիր խաղաղություն չէիր բանակցում Իլհամ Ալիևի Շարլ Միշելի հետ բա որ խաղաղության մասին էիր բանակցում այդ բանակցություններից 13 օր հետո Ադրբեջանը ինչի հարձակվեց Հայաստանի վրա հարձակվեց հետո ինչ արեցիր դու Հապկին դիմեցի, չէ՞, երաշխավոր որ ասում ես, հապ չէ նկատի ունես։ Հապկի նախագահող երկիրն ով էր։ Մոռացել ես, հավես դու։ Հիշացնեմ քեզ։ Հայաստանը։ Հապկի անվտանգության խորհրդի նիստերը ով էր նախագահում, գիտես ով։ Հավեր դա, թե դու էիր ոնց որ։ Բայն ժամանակ դիմեցիր հապկին օգնության խնդրանքով, հապկը բերեց որ օգնություն տրամադրի, հապկի բոլոր անդամ երկրները 2022 թվականի հոկտեմբերի 28-ին առցանց ձևաչափով, 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում Դվին հյուրանոցում բոլոր երկրները կողմ քվեարկեցին Հայաստանին օգնություն տրամադրելու հարցում, բացի մի երկրից։ Դու չէիր այդ մեկը։ Լուրջ ես վերաբերում, հա, լուրջ ես վերաբերում։ Թե մենք այտենց մոռացել ենք արդեն, էլի, հավ ենք մենք։ Դու չես հավը, մենք ենք հավը։ Հետո ի՞նչ է տեղի ունեցել։ Բանն ա եղել, ոնց ինչա տեղի ունեցել, ոնց ինչա տեղի ունեցել 2022 թվին ադրբեջանական հարձակումից հետո։ Բաններ չէ, Տաթև ջան, դա ձեր հեռուստաընկերությունն էր կազմակերպում, դու ավելի լավ կհիշես։ Մանկական Եվրատեսիլ, որին եվրոպական երկրներից մասնակցում էր Ղազախստանը, Հայաստանը եւ եւս 15 երկիր, 48 երկիրներից ընդամենը 15-ը, բայց համերգեր, չէ, դեկտեմբերին։ Ո՞չ չենք հիշում, շատ լավ համերգեր, երեխեք այնքան լավ եկան երկին ուրախացան։ Ես իմ քանի միլիոն դրամ Հայաստանը փող ծախսեց դրա կազմակերպման համար, այդքան տեխնիկա բերին, վարձով, ոսկի չէին էլ առե։ Դրին համերգն արին, էլ բարձին ֆուրերը գնաց, ֆուրերն է թուրքական։ Հա հիշում ենք այդ բաները, շատ լավ ենք հիշում 22 թիվը, երաշխավորներն էին էլի, մանկական Եվրատեսիլի մասնակիցները։ Ես էլի եմ ասում, տեսեք, որ մենք ասում ենք, մենք մեր պատմությունից դասեր քաղել այդ նախադասությունը, հենց ասում ենք մեր պատմությունից պետք է դասեր քաղել, միանգամից գնում ենք 4-րդ դար, 3-րդ դար, չգիտեմ, պետք չի գնալ 4-րդ դար, 3-րդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական։ Գիտես, արուր գնանք,
Արի գնանք 2018 թվական, բա ադրբեջանա-թուրքական հեղափոխություն այդ ժամանակ սա, բա դասեր ընդեղից պետք է առնենք, էլի, որ հասկանանք այդ ոնց էր, որ հայ ժողովուրդը, Հայաստանը որպես պետություն, մինչև այդ զարգանում էր, հզորանում էր, տարածքեր ազատագրում, ամրապնդում էր, զորք, բանակ, տնտեսություն, միջազգային հարաբերություններ, մեկ էր 18 թիվ ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, պլտ, այս Կուրրոն հայտնվեց մեր կյանքում ու սկսեց ամեն ինչը գնալ արդեն Ադրբեջանի օգտին։ Ամեն ինչն է վերացավ, երաշխավորն է, բանակն էլ, մարդն էլ, զորքն էլ, զենքն էլ, երկիրն էլ, ամեն ինչն է, մենակ ինքը իր կնգահետ, մի 200 գլուխ ԿՊ-ական, որոնք սկսեցին տներ առնել, ավտոները առնել, ճամփորդել աշխարհից մեկ, այդալ փղերի վրա նստել նկարներն ուղարկել մեզ, ապրել կառավարական ամառանոցներում, միլիոնները կուտակել, մնացածն էլ այսպես գցեն կրակի բերան, այդան ժողովուրդը կոտորվեն, այդ շատ չի պատմություն, ընդհանրապես ինչքան 7 տարվա պատմություն է, էլի, կարանք մի հատ հիշենք, ինչ 7-րդ դար, 7 տարին լրիվ հերիքը հասկանալու համար, թե ինչ ա եղել մեր երկրում։ Ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա։ Դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որը ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։ Ուղղակի բանը էլ այդ Եվրոպայում ուղղակի հիմար են էլ որ դες չեմ մտած, ասենք Լեհաստան, Հայաստան չեն գնացել են ՆԱՏՕ-ի անդամ։ Կամ Բուլղարիան, կամ Մերձբալթյան հանրապետությունները։ Դուք պետություն չունեք, որ ձեր անվտանգությունը երաշխավորեք, հարևաններից սպառնալիք եք դիտարկում։ Լավ եղեք էլի հարևանների հետ։ Դրա համար մարդը իզուր տեղը բանակ կպահի։ Կեթա կլինի ռազմաքաղաքական կազմակերպության անդամ։ Կեթա իրանց հետ ընդհանուր հարցեր։ Հրահենա հարևանները լավ եղեք։ Հա ինչ անենք որ հարևաններն ուզում են ձեզ զավթեն։ Այ քեզ բան։ Դե ուզում են դու զավթեն էլի։ Մի փոր հաց պիտի ուտենք, մի տեղ պիտի որտեղ հաց ընդեղ կա, այստեղ կզրկեն այստեղ հնարավորությունից։ Լեն աշխարհի աղբեր, Ֆրանսիա չկա, այս երկրագնդի վրա, Ռուսաստան չկա, Ամերիկա չկա, որտեղ չկա։ Կետան միտեղ կապրենք, պարտադիր պիտի այստեղ ապրենք։ Կամ պիտի պարտադիր պետություն, քեզ բան, մայ հայ ժողովուրդ պիտի պետություն ունենա, պատում է։ Պիտի կարողա ձեր համար անկախության շրջանը, ազատության շրջանը, եկե հասել ենք 18 թիվ, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունն էլ է, թո Հայաստանի Հանրապետություն չլի, Օսմանյան կայսրությունն էլ, ինչ վատ կա։ Հա դե հիմա հայերն են չեմ եղավոր, որ ցեղասպանության են եղել, խեղճ թուրքերն ինչ անեին։ Հա, սա դրանց մեղքով հելել են խեղճ Թուրքիային, գնացեն գել են թուրքերի ոտերի տակ, հիմա էլ ասում են ցեղասպանվել են։ Հիմա նորից կանեն։ Ինչը պետություն, եսիմինչ, որտեղ հաց, ընդեղ կաց։ Խաղաղությունն է երաշխավորը, հասկանում եք։ Չկա խաղաղությունից ավելի գործիկ երաշխավորելու անվտանգությունը։ Չկա պարզապես նման գործիկ։ Օրինակ բանը Արցախի Ստեփանակերտի խաղաղությունը ինչ վատ է։ Խաղաղ չի։ Մինչև այդանդե կոնֆլիկտ, պատերազմ, բանակ, առաջնագիծ բան, հիմա խաղաղ, հանգիստ, ոք այս խաղաղության հետ, ախմա հայրը խանգարում են, հա։ Խեղճ թուրքերին, ադրբեջանցիներին, որ իրանք խաղաղ ապրեն։ Այս մարդը կօգնի, կբնաջնջեն, կտեղահանեն, այն Արցախից արել են, տեսեն դե խաղաղությունը հաստատվել է։ Հեսա կօգնի, կազմակերպի, այս մասում է սկզբից են 60-70%-ը, հետո են մնացած 30-40%-ն է։ Սիրուն կազմակերպեն, հայերին բնաջնջեն, տեղահանեն, այդեն սիրուն մի հատ խաղաղություն հաստատեն, նստեն։ Եվ հետևաբար այդ բաները, այդ հասկացությունները հասկանում եք, իրանք փոխվում են, ժամանակը փոխում է։ Մենք էլ ենք խաղաղության պայմանագրի համաձայնագրի իմիջիալոց հիշենք, որ անունը արդեն համաձայնեցված տեքստ ունենք, որովհետև այն ժամանակ եղել է տարբեր նույնիսկ վերնագրի հետ կապված տարբեր տարբերակներ են։ Հիշենք փաստաթուղթը, որը արդեն համաձայնեցված է, դրված է սեղանին եւ սպասում է ստորագրության, կոչվում է խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։ Մենք էլ ենք այն ժամանակ տենց հոդվածներ ունեինք, քննարկում էինք, անդադ քննարկել են Ադրբեջանին հայ իրանք դեմ են տվել, Ադրբեջանը ստիպված իրանց պահանջները կատարել է, ենթարկվել է բան, էլս քննարկել են, հետո վերջը ստիպել են Ադրբեջանը ստիպված տեղի տվել համաձայնել է բոլոր պահանջներին, այդտենց ուժեղ դիվանագետներ ինքը Արարատ Միրզոյանն, Արմեն Գրիգորյանը, դիվանագետները, Սուրեն Պապիկյանը, Զորավար
դիրքերն է պահել, սահմանը պահել, ամուր, թիկունք ա եղել բանակը դիվանագիտությանը, իրանք այդ դիվանագիտորեն մշերը գցել են այնտեղ ու հաստատում են խաղաղություն։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ Ինչ ասիր։ Փուլ կարող ես որ մի տար սխալ ես ասում։ փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե։ Ինչ մենք ուզում ենք, հա? Մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնենք։ Ու հլասա որտեղ է գրած, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Այտենց բան որտեղ է գրած։ Արա այդ երկիրը փաստաթղթեր ունի, կեսը դու ես ստորագրել, ազգային անվտանգության ռազմավարություն կա, կառավարության ծրագիր կա, դա ասում է, որ մեր պետության անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից բացի մեր երկրի անվտանգային համակարգը կազմված է նաև միջազգային համագործակցությունից, որի կարևոր բաղադրիչներից է դիվանագիտությունը, միջպետական հարաբերությունները, բազմակողմ համագործակցությունը, անդամակցությունը տարբեր միջազգային ով է ասում, որտեղ է գրած, որ ՀԱՊԿ-ը Ղազախստանի անվտանգության երաշխավորն է։ Որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի անվտանգության, այդ բոլորը պետություններ են, Հայաստանի հետ միասին ստեղծել են այդ կազմակերպությունը։ Ոչ մի տեղ գրած չի, որ ՀԱՊԿ-ը Բելարուսի անվտանգության Բելարուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը ստեղծել են ռազմաքաղաքական կազմակերպություն իրենց երկրի անվտանգային համակարգի որպես մի բաղադրիչ։ Հիմա որ դու այդ տարական բաները չես հասկանում, դե ասենք այդ հասկանալու համար մարդը պիտի ունենա ամեն ինչը դու չունես, արա, ոչ կրթություն ես դասել, ոչ դաստիարակություն, ոչ սովորել, ոչ աշխատել։ Որ դու հիմա որ դու չես իմանում, մեր մեղքը որն է, մենք պիտի սաղս քաշվենք դրա համար։ Դե պիտի հանենք ես շպրտենք։ Որ դու հիմա միտեղ աշխատեիր, այդ վարի տայր, մի հատ ընկերուհի, մի հատ խանութում աշխատեիր, այդ խանութի փողերը գողանայիր, ապրանքը գողանայիր, հարկային հետ կռվեիր, կլեներ, ինչ էր անել այդ խանութի տերը քեզ։ Հանել ես շպրտեր, չէ՞, արա, բա մենք չենք կարող քեզ հանենք շպրտենք, բռնենք այդ զուլումից։ Ոչ, ես համաձայն չեմ դրա հետ։ Այդ դու համաձայն չես, մենք ենք համաձայն։ Այդ քո համաձայնությունը դրա հետ բացարձակ կապ չունի։ Այդ մեր ժողովրդի համաձայնությամբ այդ հարցը լուծվելու ու առաջիկայում էլ լուծվելու է։ Հարգելի հեռուստադիտողներ, իմ զրուցակիցներ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվ Հայաստանի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։ Շնորհակալ եմ, պարոնեք։ Կհանդիպենք դատարանում։